Մայրենի, 4-րդ դասարան, դաս 21, թափառական երաժիշտները, մաս 2, գերմանական և անգլիական ժողովրդական հեքիաթ։ Առաջին օրը նրանք չկարողացան հասնել Բրեմեն, ու երբ մութն ընկավ, մտան անտառ գիշերելու։ Ավանակն ու Շունը պառկեցին մի մեծ ծառի տակ, իսկ Կատուն ու Աքլորը տեղավորվեցին ծառի ճյուղերին։ Աքլորը բարձրացավ ծառի կատարը, մտածելով ինչքան բարձր, այնքան ապահով, ու այնտեղից սովորության համաձայն մի հայացք գցեց շուրջ բոլորը։ Հեռվում մի լույս նկատեց ու անմիջապես ձայն տվեց ներքևում գտնվողներին։ Մոտերքում պետք է որ տուն լինի, որովհետև ես այստեղից լույս եմ տեսնում։ Ինչ խոսք, ավելի հարմար կլիներ տանը գիշերել, քան մութ անտառում, ուրախացավ ավանակը։ Ինձ համար էլ լավ կլիներ, ավելացրեց Շունը, մի կտոր ոսկոր կճարեի։ Բոլորը քայլեցին դեպի Աքլորի տեսած լույսը, իսկապես որ լույսը տարածվում էր տան ներսից։ Այդտեղ մի խումբ ավազակներ էին ապրում։ Ավանակը, որը բոլորից բարձրահասակն էր, մոտեցավ պատուհանին ու ներս նայեց։ Հը, ինչ ես տեսնում, ավանակ, հարցրեց Աքլորը։ Տեսնում եմ մի սեղան համեղ ուտելիքով ու խմելիքով, իսկ սեղանի շուրջը ավազակներ են նստած, պատասխանեց ավանակը։ Դա հենց մեր տեղն է, ասաց Աքլորը։ Վատ չէր լինի, պատասխանեց ավանակը, միայն թե կարողանանք ներս մտնել։ Չորսն էլ հավաքվեցին իրար գլխի, խորհրդակցեցին ու վերջապես ավազակներին դուրս անելու մի ծրագիր մշակեցին։ Ավանակն առջևի ոտքերը դրեց պատուհանի գոգին, Շունը բարձրացավ ավանակի վրա, Կատուն նստեց շան ուսերին, իսկ Աքլորը տեղավորվեց կատվի գլխին։ Երբ Աքլորը նշան արեց, որ տեղավորվել է, բոլորը միասին սկսեցին երգել։ Ավանակը զռում էր, Շունը հաչում, Կատուն մլավում, իսկ Աքլորը ծղրտում։ Հետո ջարդելով պատուհանի ապակիները, բոլորը լցվեցին ներս ու սարսափելի իրարանցումով սկսեցին վազել սենյակով մեկ։ Ավազակները, որ արդեն ահաբեկվել էին երգեցողությունից, հիմա մտածեցին, թե ինչ-որ զարհուրելի ուրվականներ են ներխուժել իրենց տուն, և սաստիկ վախեցած փախան, ինչքան ոտքերում օժոն էին։ Հենց որ սենյակը դատարկվեց, մեր 4 ճամփորդները նստեցին սեղանի շուրջը և մինչև վերջ կերան ավազակների թողածը։ Հետո մարեցին լույսն ու տեղավորվեցին քնելու։ Ավանակը պառկեց բակում, Շունը հետևի դռան մոտ, փոքրիկ փալասի վրա, Կատուն տաք բուխարու առջև, իսկ Աքլորը թռավ նստեց կտուրի ծայրին։ Քիչ անց բոլորը քնեցին, իսկ ավազակների քունը չէր տանում։ Շատ չէ ինչ տապել փախչելու։ Գուցե կարիք չկար այդքան վախենալու։ Վերջապես նրանցից ամենահամարձակը որոշեց մոտենալ տանը և տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Տան լույսը չէր վառվում։ Մեր հերոսը գնաց խոհանոց, լուցկի ճարելու, որ մոմ վառի։ Քար լռություն էր տիրում։ Մթության մեջ նկատեց փայլող զույգ կետեր, դրանք կատվի աչքերն էին, ու կարծելով, թե շիկացած ածղիկներ են, լուցկին մոտեցրեց, որ վառի։ Կատուն մռաց, թռավ ավազակի վրա ու մի լավ ճանկռեց։ Ավազակը ահաբեկված դուրս թռավ, բայց այստեղ էլ հանդիպեց Շանը, որը կծեց նրա ոտքը։ Երբ փախչում էր բակի միջով, ավանակը մի լավ աքացի տվեց, իսկ Աքլորը, որ աղմուկից արթնացել էր, ինչքան կոկորթում ուժ ուներ, կանչեց ծուղրուղու։ Այդ օրվանից ավազակները սիրտ չարեցին վերադառնալ, իսկ երաժիշտները գոհ ու երջանիկ ապրեցին այնտեղ, և նույնիսկ, համարձակվում եմ ասել, ապրում են մինչև օրս։ Ուղղագրական բառերն են խորհրդակցել, գոգ, պառկել, համարձակ։ Առած ասացվածքներ։ Գյուղ կանգնի, գերան կկոտրի, հավատարիմ ընկերը գին չունի։ Բառերի գանձատուփ։ Հեքիաթից դուրս գրիր կենդանու անունը, իսկ դիմացը այն բառը, որը նրան բնորոշ ձայն հանելու գործողությունն է ցույց տալիս։ Օրինակ, առյուծ մռնչալ, ավանակ զռռալ, Շուն հաչել, Կատու մլավել, Աքլոր ծղրտալ։
Գրիր կատար, համարձակ, արթնանալ, պատուհան, ջարդել, քնել բառերի հոմանիշները։ Կատար, գագաթ, համարձակ, քաջ, արթնանալ, զարթնել, պատուհան, լուսամուտ, ջարդել, կոտրել, քնել, ննջել։ Հեքիաթում գտիր սարսափելի բառը, նրա հոմանիշը հաջորդ նախադասության մեջ է։ Հետո ջարդելով պատուհանի ապակիները բոլորը լցվեցին ներս ու սարսափելի իրարանցումով սկսեցին վազել սենյակով մեկ։ Հաջորդ նախադասության մեջ ունենք զարհուրելի բառը, որը հոմանիշ է սարսափելի բառին։ Ավազակները, որ արդեն ահաբեկվել էին երգեցողությունից, հիմա մտածեցին, թե ինչ-որ զարհուրելի ուրվականներ են ներխուժել տուն։ Գտիր այն բառերը, որոնցից սրանք առաջացել են։ Նմուշ՝ հարգելի, հարգել։ Սարսափելի, սարսափել, զարհուրելի, զարհուրել։ Նման օրինակներ դասի մեջ շատ կան։ Վախենալ բառի երկու հոմանիշ գրիր։ Վախենալ, սարսափել, զարհուրել։ Գրիր բարձր, ուրախանալ, գոհ, երջանիկ, բարձրանալ, մոտենալ բառերի հականիշները։ Բարձր, ցածր, ուրախանալ, տխրել, գոհ, դժգոհ, երջանիկ, դժբախտ, բարձրանալ, իջնել, մոտենալ, հեռանալ։ Հեքիաթի այս հատվածի կարմիր գրվածներից ընտրիր այն արտահայտությունները, որոնք նշանակում են կանչել, ձայն տալ, հասկացնել, նշան անել, նայել, հայացք գցել, միտեղ հավաքվել, խմբվել, հավաքվել իրար գլխի, համարձակվել, սիրտ անել, մթնել, մութն ընկնել, վռնդել, դուրս անել։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Հեքիաթի այս հատվածը մասերի բաժանիր, ինչ վերնագրեր կտաս դրանց։ Քո կարծիքով 4 կենդանիներից որն ավելի կարևոր դեր ուներ, ինչու։ Հեքիաթը մասերի կբաժանեք ինքնուրույն և կվերնագրեք, իսկ կենդանիներից յուրաքանչյուրը ուներ իր դերը և նրանց դերը գրեթե հավասար էր հեքիաթում, քանի որ նրանք միաբան էին և չէին գործում առանձին։ Դադարի պահ, ըստ գույների միացրու թերթիկների կտրված մասերը և բառեր կազմիր, ինչեր են անվանում դրանք։ Տավիղ, ջութակ, դաշնամուր, կիթառ, քանոն, դուդուկ։ Դրանք երաժշտական գործիքների անուններ են։ Լեզվաբանի դասը։ Ինչ են նշանակում հետևյալ կատակնկարները։ Բառակապակցություններն ընտրիր տրվածներից։ Լեզուն կապ ընկնել, գլուխ հանել, ականջի հետև գցել, աչքից ընկնել, թև տալ, ականջին օղանել։ Դարձվածք։ Այն բառակապակցությունները, որոնք պատրաստի օգտագործվում են խոսքի մեջ, կոչվում են դարձվածքներ։ Օրինակ, երբ մեկը խելոք հանում է, մարդիկ ասում են խելքը գլուխն է հավաքել։ Երբ շփոթվում է, հանգստացիր, մի շփոթվիր ասելու փոխարեն անմիջապես խորհուրդ են տալիս քեզ մի կորցրու։ Այդպես էլ ձայնը գլուխը գցել, գոռգոռալ, աղմկել, սիրտ առնել, համարձակվել, գլխի ընկնել, հասկանալ, կռահել և այլն։ Դարձվածքներն աշխուժ ու դիպուկ են դարձնում խոսքը։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ։ Եթե կարող ես, կարդա թափառական երաժիշտների մասին պատմող հեքիաթի Գրիմ եղբայրների մշակումը և համեմատիր։ Դիտել ես Բրեմենյան երաժիշտներ մուլտֆիլմը։ Ինչ նմանություններ և տարբերություններ կան հեքիաթի և մուլտֆիլմի միջև։ Ինչպես ես հասկանում, քար լռություն էր տիրում նախադասությունը։